Հանրապետական լինելը պատիվ է և կուսակցության բոլոր անդամները պետք է դա հասկանան։ Իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր այսպես արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանի երեկ արված այն հայտարարությանը, թե հանրապետականներին անդամակցելով հնարավոր է իր վարկանիշը անկում ապրի։ Ազատությանը տված հարցազրույցում Շարմազանովը նաև հավելեց. հանրապետական կուսակցությունը հեղինակազրկված չէ, պարզապես իշխանություն լինելն ըստ նրա ժողովրդահաճո չէ։ Որևէ երկրում այսօր պոպուլյար չէ լինել իշխանություն։ Ինչու, որովհետև իշխանություն լինելը ինքը պատասխանատվություն է։ Որովհետև ընդդիմադիր պատգամավորները ավելի շահեկան դիրքում են պոպուլիզմի առումով, ականջահաճո հայտարարություններով, քան թե ես։ Տեսեք, այսօր մեր գործընկերներից մեկը առաջարկում էր բյուջեում գրենք 100,000 դրամ աշխատավարձ մինիմում։ Եվ երբ որ մենք չենք խոսում կոնկրետ ես, նույն մեր հարևանները, բարեկամները, մեր ժողովուրդը կասեն, դե Շարմազանովը չի ուզում իսկ այն պատգամավորի ցավը տանեմ, տեսեք, ասում 100,000։ Այսինքն ձեր կարծիքով հենց այդ գործոնները հաշվի առնելով վարչապետը նկատի ունեցել, որ իր վարկանիշը հնարավոր է անկում։ Չէ, ինքը խոսել է պոպուլյարության մասին, որովհետև ես բացատրեցի ձեզ, որովհետև պոպուլյարության խնդիր կա։ Ասեցի, պոպուլյար լինելը, իշխանություն լինելը պոպուլյար չի։ Այսինքն հանրապետական լինելը ինքնին դա հանրապետական լինելը պատիվ է, հպարտություն է, ու յուրաքանչյուր հանրապետական պետքա դա գիտակցի։ Իմ համար, իմ ազգանունից ու հայրանունից, իմ քաղաքացիությունից հետո ամենամեծ պատիվը հանրապետական լինելն է։ Այսինքն իմ համար ամենամեծ պատիվը, որ ես Հովսեփ Շարմազանովի որդին եմ, որ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ու որ ես Անդրանիկ Մարգարյանի աշակերտն եմ, Աշոտ Դավասարյանի ստեղծած ու Սերժ Սարգսյանի գլխավորած հանրապետական կուսակցության անդամ եմ։ Սա իմ համար պատիվ է։ Մնացածների մասին կապրենք կտեսնենք, բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով որ անդամակցում է հանրապետականին, պետք է գիտակցի, որ բոլոր թերություններով հանդերձ հանրապետականը եղել է, կա ու հուսով եմ կլինի մեր անկախ պետականության հիմնասյունը։ Ի վերջո մենք տարբերվում ենք շատ ու շատ քաղաքական ուժերից նրանով, որ չենք ստում եւ ի վերջո նաեւ տեսնում ենք մեր բացթողումները։ Ավելի վաղ արված մեկ այլ հայտարարությունում էլ վարչապետը նշել էր, որ հանրապետականներին փոխվելու անհրաժեշտություն կա։ Շարմազանովի խոսքով հանրապետական կուսակցությունը նախքան Կարեն Կարապետյանի նշանակումն էր սկսել փոխվելու եւ փոխելու գործընթացը։ Փոփոխությունները նախաձեռնել է հանրապետական կուսակցությունը, հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։ Եվ այդ բարեփոխումները չեն սկսվել նոր կառավարության ձևավորումով, այլ բարեփոխումները սկսվել են սահմանադրական բարեփոխումների անցկացումով։ Իդեպ այսօր դեկտեմբերի 6-ն է, եւ ես շնորհավորում եմ մեր հանրությանը մեկամյակի արդիվ։ Վարչապետի խոսքերն ըստ իշխող կուսակցության խոսնակի չի նշանակում, թե նախկինում հանրապետականները վատ էին աշխատում։ Ես դեմ եմ աննպատակ փոխվելուն։ Փոխենք, որովհետև մոդա է, բոլորս փոխվում ենք, դե մենք էլ փոխենք։ Ոչ։ Հանրապետականը գիտակցված է գնում փոփոխությունների։ Վատ էի կառավարել, պետք է փոխել։ Ուրեմն, չէ, լավի ու լավագույնի մեջն է, ինչ եք նայում վատի ու վատագույնի։ Ես օպտիմիստ եմ։ Լավի ու լավագույնի միջև այսպես հնարավոր անհրաժեշտություն չունի։ Չէ, մենք մաքսիմալիստ ենք։ Մենք մաքսիմալիստ ենք եւ մենք ձգտելու ենք ունենալ ուժեղ Հայաստան։ Նախագահը նախանշեց ազգային գաղափարը, ազգային երազանքը, ուժեղ Հայաստան բոլոր ոլորտներում։